Հարկ Ինչպես տեսնում եք, այն կանխատեսումները, որոնք արվել են մեր կողմից կամ մերոնց կողմից, նույնիսկ տասնամյակներ առաջ, դեռ բևեր չէր, սասնածռեր չէինք, Սարդարապատ էր, նախախորհրդարան, հիմնադիր խորհրդարան, խոսվում էր Ռուսաստանի թուլացման մասին, աշխարհաքաղաքական դերի նվազման մասին Ռուսաստանի, ինչու՞ չէ, այնպիսի նվազում, որ Նիկոլի ասած նշաձողը Ռուսաստանի նշաձողը իհարկե, այն կարգի պետք է իջնի, որ ընկնի Պուտինի ոտքերին, Ռուսաստանից մեր տարածաշրջանից հեռանալու մասին, Արցախը աբխազացնելու մասին, ծրագրերի մասին եւ այսօրվա իրողությունը, այսօրվա աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները հենց ուրվագծում են ազգային ժողովրդավարական բևեռի անդամների բոլոր արտաբերած տեսությունները ամբողջությամբ համընկնում են։ Այսինքն ինչ է մեզ պետք անել։ Այս խառն աշխարհում ցանկացած իրավիճակում կարելի է շահեկան դուրս գալ, բայց դրա համար իսկապես պետք է ունենալ այնպիսի իշխանություն, որը իսկապես հասկանում է ինչ է տեղի ունենում աշխարհի հետ եւ ցանկություն ունի այդտեղից օգուտներ քաղել հանուն հայրենիքի։ Նիկոլի պես չէ ամեն ինչ համարի թուրքական, ադրբեջանական, պարտադրված խաղաղության գնա, մոռանալով ինքնությունը, պատմությունը, անցյալը, ունեցվածքը, կամ ոչ էլ նախկինների պես հանուն Ռուսաստանի, սա հանուն Ադրբեջանի, նրանք հանուն Պուտինի ամեն ինչ զիջել, տալ, հարմարեցնել, համաձայնեցնել։ Եվ որպեսզի դուք հասկանաք իսկապես ով է Հայաստանը այս խառ իրավիճակում դուրս բերելու եւ այսինքն ոչ միայն այս կործանման այս անդունդից, այլ նաեւ օգուտներով դուրս բերելու, դա այս պահին կարող է անել այն թիմը, որը իսկապես ճիշտ էր կանխորոշել աշխարհաքաղաքական իրադարձությունները, թե ինչ պետք է տեղի ունենան աշխարհում եւ մեր շուրջ։ Ասել է, թե այդ ամեն ինչը կարելի է վստահել հենց ազգային ժողովրդավարական բևեռին, ասել է թե մեզ։ Սա մեծամտություն չէ եւ դուք կարող եք տեսնել, երբ որ ռուս-ուկրաինական պատերազմը սկսվեց, իսկապես բոլորի մոտ են տպավորություններ 3 օր կամ 1 շաբաթ, 1 ամիս, բայց հենց առաջի օրերին Արապապյանն էր առաջին ասեց 6 ամիս հետո կզրուցենք, որը ձգվեց դառավ 4 տարի։ Եվ այսօր Վենեսուելայից Ռուսաստանի թաթերը կտրելը, Սիրիայից կտրել են, Վենեսուելայից կտրում են, Աֆրիկայից կտրվում է, մնում է Պարսկաստան, եւ Պարսկաստանում խնդրեմ։ Պարսիկները միշտ ռուսների ազդեցության տակ են եղել։ Միշտ։ Դրա համար իրենց գործը առաջ չի գնացել։ Բայց այսօր զուգահեռաբար միանգամից Ռուսաստանի թաթերը կտրվում է։ Հերթը իսկապես արդեն մերն է։ Եվ չի բացառվում, որ ոչ թե ամիսներ, այլ հենց այս ամսվա վերջ մինչև արդեն ամեն ինչ մտնի նաև, եթե Պարսկաստանում շատ արագ ամեն ինչ ավարտվի եւ ռեժիմը տապալվի, հավատացեք հաջորդը Հայաստան է մտնելու։ Եվ այդ Նիկոլի կապիկությունները, թե մենք արևմտա մեծ ենք, այդ արդեն չի անցնելու։ Որովհետև ինքը մնացել է հապկում, որովհետև ինքը ասել է մտադրություն չունեմ հապկից դուրս գալու, որովհետև ինքը ամեն ինչ տնտեսության բոլոր ճյուղերը կապել է հապկի հետ, եւ իսկապես Նիկոլի միջոցով չես կարող, եթե մնանք հապկում, Ռուսաստանի հավասար դուժելու ենք։ Այն ճգնաժամը, այն պայթունը, որ Ռուսաստան շատ կտրուկ է տեղ ունենալու, ամեն ինչ կանգնելու է, միանգամից կանգնելու է կյանքը Ռուսաստանում։ Դա չի կարող չազդել Հայաստանի վրա, եւ հնարավոր է, որ նման երևույթի Հայաստանում նույնպես ականատես լինենք։ Ուստի դրա համար պետք է աջակցել այն քաղաքական թիմին, ով 2006-7 թվականներից արդեն իսկ գիտեին, որ Ռուսաստանի հետ ինչ պետք է լինի, մեր հետ ինչ են ուզում անել, Պարսկաստանի հետ ինչ պետք է լինի, հասկանում եք։ Իսկապես դրա գրեթե 1-1 համընկնող կանխատեսում է։ Եվ դուք պետք է ճիշտ կողմնորոշվեք, ճիշտ ընտրություն կատարեք, ոչ թե ընտրություններ ժամանակ, ել եմ ասում, այս ընտրություններին, եթե պետք է մնա Պուտինը, որը շատ
բարդ է որ մինչև այդ օրը մնա, մինչև ամառ։ Եթե պետք է Նիկոլն ու Պուտինը մնան, այդ Ռոբերտներով, Տաշիր Սամոններով եւ Սերժիկներով պատկերը չի փոխվելու։ Եվ դա կլինի արդեն մեր պետականության վերջին շունչը։ Այդ ընտրություններին մասնակցել անիմաստ է լինելու, որտեղ էլի նկարելու են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահան նկարչի պես նկարելու է։ Ժողովրդին սարսափեցնելու, վախեցնելու են, կաշառելու են։ Մեկին խաբելով, մեկին կաշառելով, մեկին վախեցնելով, հասկանում եք։ Եվ մենք նորից մնալու ենք սատկող արջի թաթի տակ։ Ինքը սատկի, մենք էլ տակին։ Նորից եմ կրկնում, որ հունվարի 5-ին դա Ամերիկայի ժամանակով եւ հունվարի 6-ին Հայաստանի ժամանակով տեղի ունենալու դրամահավաք Թելեթոն։ Եվ խնդրում ենք ձեր ներդրումը բերեք ազգային ուժի ազգային գործունեության համար, անպայման։ Եթե դուք ուզում եք իսկապես Հայաստանը ունենա ապագա, եթե ուզում եք, որ Հայաստանի մասին մտածող քաղաքական թիմը գոյատևի, մենք էլ հասարակ մարդկանացուներ ենք, մենք էլ ենք վարում կենցաղ, մենք ռոբոտներ չենք, էլեկտրոէներգիայով չենք սնվում եւ գրասենյակներ, շրջագայություններ, հանդիպումներ, միջոցառումներ, կազմակերպություններ լոբիստական, այս ամեն ինչը Հայաստանին ճիշտ ներկայացնելու, երբ որ աշխարհում բան փոխվի, աշխարհը մեզ ճիշտ ճանաչի, ոչ թե Նիկոլի մատուցած այն հանցագործ, խեղճ, այս պահին արդեն ձեռու ոտից ընկած իբր, այնքան հանցանք են գործել, մեզ պատժել են, արդեն խեղճացել ենք, աղերսում ենք խաղաղություն, ամեն ինչի գնով, այս տանք, այն տանք, այս գույնը ընտրենք, այն գույնը չընտրենք, այս սահմանադրությունը փոխենք, այն զինանշանը փոխենք, հա, հասկանում եք, չէ՞։ Բանակի դերը նվազեցնենք, ոստիկաններին ավելացնենք։ Այս նման պետությունը չի կարող, իսկապես չի կարող գոյություն ունենալ։ Ուստի աջակցեք ազգային ժողովրդավարական բևեռին, որպեսզի իրականություն դարձնի։ Աշխարհում կարող է շատ վատ process-ներ անգամ ընթանան, բայց անգամ այդ չարիքից մենք կարողանանք օգուտ քաղել, եթե ունենք ազգային մտածելակերպ եւ նպատակասլաց հայրենանվեր քաղաքական ուժ։ Իսկապես մեծամտություն չէ։ Բևեռի գոյությունը այսօր, այս իհարկե ձեր ներդրումներով եք մենք գոյություն, բայց այն գումարը, որ տարվա մեջ միշտ հավաքվել է, միգուցե այս տարի կրկնապատկվի, եռապատկվի ցանկությունս մեծ է, անգամ տասնապատկվի դա նորից բավարար չէ, լուրջ դիմակայել Ալիևի միլիարդներին, Նիկոլի միլիարդներին, Ռոբերտի միլիարդներին, նրանք լուրջ ինֆորմացիա են, կեղծ ինֆորմացիա են մտցնում հայ ժողովրդի գլխի մեջ։ Մենք չենք կարողանում, որտեղ մեր ֆինանսները չեն ներում, որ մենք ունենանք այդ հզոր հեռուստատեսությունը, որ մենք ունենանք այդ տարածվածությունը։ Տեսեք Տաշիր Սամոն մտավ ու սկսեց արդեն գրասենյակներ բացել։ Պուտինի մեկ այլ թև արդեն լուրջ կայանում է ժողովրդի հասարակության մեջ, որ եթե ոչ Ռոբերտը գոնե սա, այսինքն իր առաջարկներին ընկալ, որպեսզի ժողովուրդը այլ ընտրանք չունենա, վախեցնում է անընդհատ, կամ գունավոր պատկերներով շեղում։ Աջակցեք բևեռին, որպեսզի կարողանանք Հայաստանը այս նեղ վիճակից հանենք։ Մենք ամբողջովին հասկացել ենք, թե աշխարհն ինչ է ուզում, ուր է գնում եւ ինչպես պետք է մենք վարվենք, որ աշխարհում հաղթողների շարքին դասվենք, ոչ թե վզները սուր, խաղաղություն մուրացող, անինքնասեր եւ պարտված։ Մնաք խաղաղությամբ, սպասում ենք ձեր աջակցությանը։